Մայիսի 2-ն է գտնում ենք Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի ժողովրդին հայտնի երկրորդ թաղամաս, չէ՞։ Երկրորդ թաղամասում, որտեղ այս մանկապարտեզը երբ հազ կառուցվել։ Անցած տարի մանկապարտեզը կառուցվել է, բնակիչները շատ ուրախացել են, նույնիսկ շնորհակալություն են հայտնել կառուցապատողներին, կառավարությանը, բայց այն որ ասում է գործը միջև վերջ ավարտին չեն հասցրել, այն որ ասում է լավ գործը խի այս պարագայում միջև վերջ չեն հասցրել, այդ է բնակիչներին անհանգստացնում, ինչպես նաև հիմա մանկապարտեզի հենց մի քանի մետր այս կողմ մանկապարտեզից անցնում է դեռ սովետական տարիներին ջրատարա չէ սա եղել, ջրատար, որտեղ ամբողջությամբ տիրում է գարշահոտ հակասանիտարական վիճակ, հիմա բնակիչները խնդրում են պատկան մարմիններին, որպեսզի գոնե վերջին անգամ ասում են 2 տարի առաջ է, չէ՞ էսի մաքրե, էսի 2 տարի չեն կպել։ 2 տարի չեն մաքրել։ Հիմա հոտը անտանել է, այստեղ պիտի լինեք, որպեսզի զգաք այս գարշահոտը, ու այս հոտը զգում են ոչ միայն մանկապարտեզի երեխաները, այլ նաև հարևանության բնակվող շենքերի բնակիչները, սեփական տների բնակիչները, ասում այստեղ պիտի լինեք, որ հոտը զգաք ինչ անտանելի հոտ է։ Եղանակն էլ հեսա որ տականա բնակիչները նշում են, արդեն մլակները, մոծակները, չէ՞։ Հիմա իրանց խնդրանքն է, որպեսզի սա մաքրեն, մանկապարտեզը նաև ունենա երեխաների համար խաղահրապարակ, բայց այն ժամանակ ասում է, որ բան են արել, ասում են ճոճոնակներ լինելու, զրուցարաններ լինելու։ Ասել են, բայց ուրա։ Ինչքան երեխա է գալիս մանկապարտեզ։ Այո, անպայման, անցածավայից աշխատում։ Ինչքան կլեն։ Երեխեքը ինչքան կլինեն։ 50-100 հոգի կա։ Մանկապարտեզի էսա Պարիսն էլ գոնե, սա էլ պետք է սարքվի, էսա։ Որ ասում արդեն կամանց տապալվում է Պարիսը։ Եվրոպա, ցոստար Եվրոպա գնա։ Հիմա ձեր առաջնային խնդիրը որ կանալը մաքրեն մանկապարտեզի խաղահրապարակ բան, երեխեքը բա որտեղ են խաղում, կարող ներսում կա Հիմա ոչ մարզություն անում են գնում են։ Բայց կա պարագաներ անհրաժեշտ։ Ամեն ճաբավված է։ Ներսը լավ է վիճակը, դուրս ընդհանրապես։ Ոմենակ ներսը չի։ Հիմա նաև սա է, պիտի անպայման մելորացիային խնդրվի, որպեսի հրատապ, քանի որ գոնե երեխաների խաթր շատ արագ մաքրեն այս գարշահոտ հակասանիտարական վիճակը վերանա։